Մարդ չի գրնար երկու դերերու ծառայել։ Կշարունակենք ես եմ ջամփան ճշմարտություն եւ կյանքը խորհրդածություններու շարքը։ Մատթեոսի ավետարանի մեջ դերը գսե. Ովևէ մարդ չի գրնար երկու դերերու ծառայել, որովհետեւ կամ մեկը պիտի սիրե եւ մյուսը ադե, կամ մեկը պիտի մեծարե եւ մյուսը արհամարե։ Նույնպես ալ դուք չեք գրնար Աստուծո ծառայել, որքան ադեմ որ գծառայեք տրամին։ Աշխարհի մեջ ապրող ամեն մարդ գամա թե ագամա ծառայություն մատուցանող էակ մը կնկատվի։ Կարևորը այն է, թե որու կամ ինչ բանի է որ գծառայենք։ Ընդհանրապես մենք կծառայենք այն բանին կամ այն անձին, որ գսիրենք։ Եթե Աստված գսիրենք, բնականաբար պիտի ծառայենք Աստուծո։ Իսկ եթե տրամը գսիրենք, տրամին է որ պիտի ծառայենք։ Երկուքը սիրել եւ երկուքին հավասարապես ծառայել կարելի բան չէ։ Թագավորներու 4-րդ գիրքի մեջ Ասորեստանի հողերու վրա քերքերության մեջ եղող հութայի բնակիչներուն վերաբերյալ կգարտանք հետևյալը. Թեպե տիրոջ մեկ վախնային, բայց իրենց կուրկերուն ալ ծառայություն գնային։ Ոչինչ փոխված է պատմութենեն։ Այսօր ալ քիչ չէ թիվը այն մարդոց, որոնք թեև գահայդարարեն, թե գվախնան Աստուծմե եւ սակայն երբեք ալ չեն կաշվիր ապրելու գրաբաշտ կյանքը։ Գրաբաշտությունը միայն փայդե կամ կարեշինված գուրկը բաշտելը չէ։ Ինչ բան որ գսիրենք, ինչ բանի որ գաբած ենք մեր սիրտն ու օքին, ադիգա մեզի համար գտարնա գուրկ։ Անոնք տիրոջ մեկ վախնային, նաև իրենց աստվածներուն ծառայություն գնային։ Զարմանալ թող չտվի այս խոսքը, մեզ մե ով չէ հանդիպած այնպիսի տրամասերներով, որոնք ոչ կուզեն տրամե հրաժարել եւ ոչ ալ կուզեն Աստուծմե հեռանալ։ Մարդիկ այնքան անցնասեր դարձած են, որ գործեն իրենց մեկ ցերքի մեջ ունենալ Աստված եւ մյուս ցերքի մեջ ունենալ տրամ։ Այդպիսի մարդիկ կամավորապես գմորնան մեր Տիրոջ խոսքը, մարդ չի գրնար երկու դերերու ծառայել։ Հետաքրքրական է, որ Քրիստոս դեր բացատրությունը կգործածի նույնտեղեն աշխարհին համար, ավելի նեղ առումով տրամին համար։ Տրամը ինքն ալ դերմն է այն իմաստով, որ գադարալապես կդիրե եւ գիշխե զինք սիրողներու սիրտին վրա։ Տրամը բռնագալ եւ տաժան դերմն է։ Չկա ազատություն տրամասեր մարդոց համար, չկա հանգիստ եւ խաղաղություն անոնց համար։ Տրամը անկուտ բռնաբետմն է, որ մեզ գեհերացնե մեր կտարած բրգիչեն։ Տրամասեր մարդուն համար տրամը արկելքմն է սիրելու եւ վստահելու Աստուծո։ Զարե arczepiskopos Ազնավուրյան գսե. Տրամ ունեցող մարդը Աստուծմե հեռանալու փորձության ենթակա է։ Ինչով տրամը մարդը գերացնե Աստուծմե։ Գերացնե անով, որ փոխանակ իր վստահությունը Աստուծո վրա տնելու գտնե տրամին վրա։ Տրամը գարձեք Աստված փոխարինելու գուկա։ Բողոս Արաքյալի, ինչպես նաև Հակոբոս Արաքյալի մտածողության մեջ կտեսնենք, որ տրամը գուրք նկատված է։ Տրամը սիրությունն ու ակահությունը գրաբաշտություն նկատված են, որովհետև տրամը սիրող մարդուն համար տրամը տեսակը գուրք կդառնա։ Գուրքը, որուն սիրահարը կդառնա, անոր ծառա ու հոբադակ եւ զանիգա կընտունի իբրև դեր։ Գրաբաշտության համազոր խոսքը չէ ժողովրդական բացատրությունը վեր ասված վարը տրամ եւ գամ տրամ ամեն բան գնե։ Տրամը ամեն բան չի գրնարնել։ Օրինակ, տրամը չի գրնար մարդոց սիրտերը սիրով եւ խաղաղությամբ լեցնել իրարու նկատմամբ։ Տրամը անկարող է աստվածիրության եւ աստվածբաշտության առաքինություններով արտարել մեր օքիները։ Տրամը երբեք չի գրնար մեզ առաջնորդել հավատքի, բրգության եւ արդարության։ Տրամը գրնա մեզ դիրող եւ իշխող դարձնել աշխարհի մեջ, բայց նաեւ գրնա դիրաբեդություն եւ իշխանություն հաստատել մեր ներաշխարհին վրա։ Այլ խոսքով տրամը մեզ գվերածե իշխված իշխողներու դիրաբեդված դիրաբեդողներու։ Հիշեցեք մեծահարուստ երդասարտին բարական։ Անվստահաբար ունեցած հարստության պատճառով դիրող ներկայություն ուներ իր շրջապատի մեջ, բայց մյուս կողմեն չեն կրնարունանալ, որ ան միաժամանակ դիրաբեդված եւ ստրգացված անցմներ իր հարստության կողմը, որովհետեւ երբ Քրիստոս գոչ ուղեց իրեն իր ունեցածը ձախելու եւ աղքատներուն տալու, ան ոչ միայն չհնազանդեցավ գոչին, այլև դրդում դխուր հերացավ Քրիստոսը։ Տրամ ունենալը սխալ բան չէ, սխալը տրամին գապվելն է։ Սխալը տրամեն չկարենալ բաժնվելն է։ Մեծահարուստ երիտասարդը տրամեն բաժնվելու դերունական հրահանգին չէր գրծած հնազանդիլ։ Երբ բան մը գա, որ մենք չենք կրնալ բաժնվել, կնշանակե թե այդ բանին ստրուգը դարձած ենք։ Տրամեն շատ ավելի գարժե օրինական դուն մը կամ զավակը
Աբրահամ երբ հրաման ստացավ Աստուծո կողմէ բաժնվելու իր հորենական տունեն, կամ իր միածին զավակեն անգադարյան հնազանդություն ցուցաբերեց։ Բայց չէ սխալ մեկնության երթալսելու համար, որ Աբրահամ իր ամբողջ սրտով չէր սիրել իր Իսահակ որդին։ Ամեն կասկածե վեր է, որ Աբրահամ իր ամբողջ սրտով գսիրեր իր որդին, բայց ան իր սիրտը լիովին կապած էր Աստուծո։ Իրեն համար Աստուծո հրահանգին հնազանդելը գարժեր 1000 հատ Իսահակ։ Աբրահամին սրտին դերը Աստված ինքն էր եւ ոչ թե տրամը, զավակը, հորենական տունը կամ ասկականները։ Հետևաբար մի ընտունիք կերիվարվիլ որևէ մեկու կամ որևէ բանի մգոմե Աստուծո մեզատ ուրիշ բան չսիրելու գոչ չէ որ գողվի ցեզի, այլ Աստված ամեն բանը ավելի սիրելու գոչը։ Հաջորդին պիտի անդրադառնանք հարստությունը անեցք է թե օրհնություն նյութի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Հավիտյանը մինչեւ Հավիտյան, ամեն։ Հոր եւ Որդվո եւ Օգուն Սրբո, ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Հարության այս օրերուն Ավետարանը մեզի կյանքին վերաբերող եւ կյանքի վրա շատ աստեցություն ունեցող նյութերու մասին է, որ գխոսի։ Օրինակ այս շրջանին եկեղեցին լման ավետարանները եւ նոր գդագանը կգարթա, այսինքն Զադիգի Հարութենեն ի վեր ամբողջ ընթերցումները օրացույցի գսեն, որ ամեն օր պետք է ամեն ավետարանեն եւ առաքելական թուղթեր, որովհետեւ միջև հոգեկալուստ ամեն ինչ ընթերցվի, որտեղ ադիգա կյանքի վրա աստեցություն ունի։ Եվ այսօրվա նյութը երկու դերերու ծառայելու մասին է։ Եվ դերը կզգուշացնե, որ չի կրնար երկու տիրոջ ծառայել։ Այսինքն չի կրնար մեկը ծառայությունը, որ սրդե բխած սիրո արտահայտություն է, երկու հոգի բաժնել։ Ադիգա կնմանի, որ մեկը չի կրնար աճ երթալ եւ ցախ երթալ միաժամանակ։ Երևակայեցեք կքշեք օթոն չի կրնալ ասան կանան կնել մեկ անգամ են, չէ՞, կամ մեջտեղեն գիսել, որովհետև մարդուս կյանքը մեկ ուղղությամբ կրնա երթալ։ Եվ Տերը հետաքրքրականորեն Մատթեոսի ավետարանի մեջ փամը գա, որ երկու անգամ կգրգնե։ Երբ որ այդ մեծահարուստ մարդուն գսե երիտասարդին, երիտասարդը կմոտենա գսե Տեր գուզեմ քեզի հետևիլ, ինչ պիտի ինեմ։ Երիտասարդին գսե պատվիրանները գիտես, մի կողնար, մի շնանար, հայրդ մայրդ հարկե։ Տղան ալ գսե, որ մանկութենե գնեմ այս ամեն ինչը, ինչ պակաս է ինձի։ Հոն գսե Հիսուս սիրեց երիտասարդը։ Գսե ուրեմն ունեցվածքը ծախի ինձի հետևի, բայց դրդմեցավ երիտասարդը, որովհետև շատ հարուստ էր, շատ դրամ ուներ, այսինքն անգամ իր պատվիրաբարությունը նաև շնորհիվ ապահով կյանքի էր, այսինքն եթե մեկը ապահով կյանքի մեջ կապրի, պետք չունի հայրու մայրը անարգելու, պետք չունի կողնալու, որտեղ Հիսուս այդ պատվիրաններն է, մարդկային պատվիրաններն է, որ կնշե։ Եվ գսե դերը, եթե գուզեք ինձի հետևիլ, ամեն բան պիտի ծախեք։ Եվ իրապես, ինչպես կդրդմի այդ երիտասարդը, շատ ադեն մենք ալ կդրդմինք, որովհետև երբ որ Հիսուս այս երիտասարդեն խոսել են հետքո գդառնա եւ իր աշակերտներուն գսե, որ սիրներ ոչ չափ դժվար է այն մարդոց համար արքայություն մտնին, որոնց հույսը դրամի վրա է, կամ ով որ հարուստ է։ Առաքյալները չեն հասկնար։ Հիսուս նորեն կգրգնե։ Կսեմ ցեզի, որդյակներ, որ չափ դժվար է անոնց համար, ովքեր իրենց հույսը դրած են դրամի վրա, եւ ինչ օրինակ կբերե ասեղի եւ հաստ բարանի, չվանի, կսե, ինչպես դժվար է այդ մեծ թելը, բարանը մտնե ասեղի ծագին մեջ, նույնպես հարուստը։ Կսեն առաքյալները, ով պիտի փրկվի հապա, եւ դեր ինչ կսե, ինչ որ անհնար է մարդոց համար, հնարավոր է Աստուծո համար։
Այսինքն Պողոս Արաքյանն դերմը գսե որ ամեն ճարիքի աղբյուրը տրամասիրությունն է։ Եվ այս նյութը մշտական նյութ է, չէ՞։ Մեր քաղաքի մեջ, մեր հայնքի մեջ, մեր ժողովրդի մեջ, մեր խոսած նյութերու չխոսած բաժնի մեջ, հա, միշտ հաշվարկ կա դրամի, հա։ Հիմա հարսնիկներու սեզոնը պիտի սկսի մեր համայնքի մեջ, կտեսնենք արդեն, հա։ Զույգերը մրցումի մեջ են, գնային ասոր հարսնիկը, ասին չգար, աս լույսերը շատ էին, իմ հարսնիկս ավելի պիտի լա։ Բայց դեռ լավ են, Կալիֆոռնիա ավելի գեշ է գսեն հարսնիկի մրցումը։ Բայց հետևյալը, որ մարդս տրամ ունենալով ավելի սիրտն է, որ տրամը գիշխե, որովհետև Հիսուս մամոնա բառը գործած է, տիրոջ և մամոնային, որը այդ ժամանակվա հեթանոսներու և տարածաշրջանի մամոնը առատության և հարստության աստվածը կհամարվեր։ Այսինքն, քանի որ հեթանոսները ամեն ինչի համար աստված ունեին, պատերազմի աստված, չեմ դեր անձրևի աստված, մամոնանալ հաջողության, հարստության և լավ կյանքի աստվածներ։ Եվ Հիսուս կսե, որ չեք կրնար երկուքին, որովհետև ոչ թե կսե մի երեք անան, կուզեկն է մի երեք, դերը հրամայական կկորդես, չեք կրնար երկուքին, որովհետև տրամը նույն իշխանությունը և բռնելու ուժը ունի մեր սրտերու վրա, ինչ որ աստված, և երանի անոր, որ իր սիրտը տված է աստուծո։ Եվ մենք կտեսնենք մարդիկ, որ հարուստ են Սուրբ գրքի մեջ, բայց որոնց սիրտը Աստուծո հետ կապված էր եւ ինչ փոփոխություն ունեցած էր։ Առաջինը Աբրահամն է։ Աբրահամը, որուն Հիսուս Աստված կսե, որ օրը զավակները պիտի երկնքի աստղերու չափը լան եւ ծովի ավազի հադիգներու չափ։ Այլ քրիստոնյաներու մասին է խոսքը։ Որ քեզի քու հավատքիդ որակ ունեցողներու մասին է խոսքը։ Աբրահամը առատ ունեցվածք ուներ եւ երբ որ Տերը սավ երգիրը ցկե, երկու անգամ չմտածեց, չսկսավ խոսելու, որ ես աչափ ունեցվածքս ինչպես ցկեմ ուրիշ երգիր երթամ։ Մեկ են ելավ գնաց։ Երբ որ 100 տարի հետո զավակ տված էր Աբրահամին, չէ որ 100 տարեկան էր, չէ։ Ասավ որ Աստված ասա, որ ես կտեսնեմ ասքու դարածքիդ մեջ մարդիկ կան, որոնք իրենց չաստվածներուն կամ արցաններուն, որ կբաշտեն, իրենց զավակները կզոհաբերեն եւ անանք էր, ասան գովի արցան կար, մոլոք էր անունը, արցան շիներ էին, ուրեմն ձերքեր ասանք բաց գովի, տագը վարարան, բզդիգին գտնեին ձերքի մեջ եւ ատպստիկը գինար գովի փորի մեջ եւ գայրեր եւ հեթանոսները անանք զոհողություն գնեին Աստուծո, որ իրենց առատություն բերե։ Ուրեմն Աբրահամին գսեն այամ թունան ինձի գսիրես աչափ եւ հաջորդ տողը Աբրահամը չի սագարգեր։ Նայեցեք, հետաքրքիր է, չէ՞, որ զավակս է, հազիվ տվեր ես, 100 տարեկան եմ, դու խոստում ունիս հետս։ Նույն Աբրահամը, որ գսագարգե իր հորեղբոր որդու Ղովդին համար, որ քաղաքի մեջ եթե 100 հոգի գտնես, պիտի սպանես, ոչ պիտի չսպանեմ։ 50 հոգի պիտի սպան, միջև գիչեստե 10 հոգի, այսինքն այդ քաղաքի մեջ, Սոդոմի մեջ 10 հոգի չի գար, բայց չանք գնե Աբրահամը Աստծո հետ սագարգելու, բայց հիմա, երբ որ իր զավակին հարցը գուքա, հաջորդ տողը Սուրբ Գիրքը գսե, որ հաջորդ արդու Աբրահամը գանուխ արցնցավ, այսինքն Աստուծո համար գանուխ արցնցավ, որ իր հրամանը հնե, առավ Իսահակի, փայդի եւ ճամփա ելա։ Ճամփանալ Իսահակը սավ, բաբա սիր պիտի երթանք զոհաբերության, բայց ինչ պիտի զոհաբեր։ Երկու գսե, Տերը գհոգա, այսինքն իր մտքի մեջ որ Տերն է։ Հաջորդ մեծ հարուստը Հոբն էր երանելի, որ գսե ինչպես կսկսի Հոբի պատմությունը, որ առատության մեջ կապրեր, թաշտեր ուներ, զավակներ ուներ, 9 հատ, 10 հատ, մեծ ունեցվածք ուներ, եւ
Սատանան աստուծո մարդահրավեր կնե, գսե թող ունեցվածքին դբնամ, նայեմ քեզի գսիրե իրական, կամ չէ թե որտեվ իրեն ամեն բան տված ես։ Տերը գսե գնա, բայց իր անձին չդբնաս։ Եվ գիտենք պատմությունը, ինչպես ամեն արդերը գայրվին, ինչպես ամեն ոչխարները քայլերը գուդեն, քողերը գերթան, հորթերը գկոնան, եւ զավակները եգաշաշ կլա գմերնին, երևակայեցեք մեկումը կյանք ինչպես կրնա փլիլ, չէ։ Եվ իր մարմնի վրա էլ քեշ հիվանդություն գուկա, մորթի հիվանդություն գուկա։ Այն աստիճան, որ իր մդերին բարեկամներն ալ գցկեն, որ գինը գուկա գսե, որ ինչու գաբրիս այլևդ, ինչ է, անի ձեզ Աստված եւ մերիր։ Նայեցեք, հեչ մխիթարող խոսք չէ, ասանք դիգիններեն հերո պետք է լանք, որ ասանք բան գսեն։ Բայց ասածս, որ այլևս կսեն, որտեվ իրենց մտքի մեջ մեկը անեցքի արժանացեր է, ադոր համար ասիրա կտեսնեն։ Բայց հոպը գսե, որ ով եմ ես, որ երկնքի եւ երկրի արարչին, աստղերը համրողին, ծովը եւ լեռները շինողներուն անարքանքի խոսք կսեմ։ Հոն գերևի հոպի մեծ սիրտը, համբերությունը եւ սերը։ Եվ հոն է, որ հոբը գսկսի առողջանալ եւ իր ամբողջ ունեցվածքը գվերականգնվի։ Ուրեմն իրեն սիրտը կապված էր Աստծո հետ։ Բայց ինչ փոխվեցավ Հոբի եւ Աբրահամի կյանքի մեջ։ Կարևոր է ասածը։ Այն փոխվեցավ, որ այլևս կյանքի մեջ իրենց ինչալ որ բադահի, անկարելի է, որ իրենց սիրտը բաժնվեր Աստծո մեջ։ Այսինքն իրենք կյանքը այլևս տեսան ուրիշ աչքերով, որ դարձան անշարժելի սյուներ, լեռներու պես, չէ՞։ Տերն ալ գսե, որ ձեր հավատքը պիտի լեռներ շարժե։ Այդ տեսակ զորավոր եղավ, այսինքն իրենց ունեցվածքը չէր, այլ հագարակը իրենց ունեցվածքը կործածեցին, որբեսի Աստված ավելի սիրեն եւ Աստված ավելի ծառայեն։ Ուրեմն Աստված թող մեզի իմաստություն տա, որ ճիշտ ծառայենք, որտեվ Հիսուս շատ խիստ է գսե, եթե անգամ ձեր հայրն ու մայրը, ձեր զավակը, ձեր քույր եղբայրը ինձ մեզ շատ գսիրեք, ինձի արժանի չեք։ Այո, Աստծո սերը մենք կբաժնենք, բայց միշտ պիտի գտնանք առաջի բադվիրանի հրամանը, սիրեք ու դեր Աստծոդ ամբողջ հոգով, սրտով, զորությամբ, միտքով, 4 մեր սկայարանները։ Եվ իսկապես, եթե մեր անձը քնենք, ինչ որ գսիրենք այդ զորությամբ, անիգա է մեր Աստվածը։ Թող Աստված մեզ իր սիրո մեջ պահե, որբեսի ուժ տա մեզի սիրենք իրեն եւ ծառայենք իրեն հագարակ բոլոր փորձություններում։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Միասին հայր մերսին։